Ես չէի այդ աղջիկը։ Ես չէի, ես ինչ ունիմ խապել, երեխա ունենք արդեն, ինչ ունիմ խապելու։ Ես չէի։ Մեր ծանոթության պատմությունը գնաց։ Կովիդի տարիներ, նոր էի հետ եկել Մոսկվայից, Լենինական էի, շատ դուրս գալ չէր կարելի, բայց գնացի խանութ օրը, ունդեղ խանութում տեսա մի հատ աղջիկա, սիրուն աղջիկա, որը դուրս եկավ, բայց ես չհասցրի իր այդ ծանոթանալ, որովհետև ինքս ինձ առաջ էր կասայում կանգնած, մինչև ես վճարեցի դուրս եկա, ինքը արդեն չկար։ Անցավ մոտ 1 շաբաթ կամ 10 օր, ու ես Facebook-ով մի ամիտ տեսա մի հատ աղջիկա պրոֆիլ ու մտածի որ ինքն է, այսինքն ոչ թե մտածի, այլ համոզված էի, որ սիգ է աղջիկն է։ Գրեցի, որ բարև, քեզի տեսել եմ մի քանի օր առաջ խանութում, շատ դուրս եկել ես, բայց ցավոք չկրնացա հետը ծանոթանայի, արի ծանոթանա։ Ու այս աղջիկը գրեց, որ ինքը չի եղել այդ խանութում իմ սածս օրը, իմ սածս ժամին, ու իբր ինքը չէ, բայց դες գիտի, որ հաստատիքն է, պրոստը ծեվ կթապել։ Պես սկսեցի խոսացնել, խոսացինք, ու օրերից մի օր որոշեցինք, որ ուղղակի Կովիդի օրերին դուրս գանք ֆրֆրանք։ Դուրս եկանք մեր այգի, ֆռացինք, ծանոթացանք, ֆռացինք, խոսացինք, շփվանք, ու պես ինքը ասոբին տուրս չեկա, ես իրա տուրը չեկա, բաժնվանք գնացինք տներով։ Հետո մեր շաբաթից ամելի պարավեինք, ու որոշինք, որ կարելի է մի հատ էլ հանդիպել, էլի ապարատի կոֆե խմել, որտև սաղ բաները, ռեստորան, կաֆեները փակ էին։ Էլի հանդիպանք, մեկ չեմ շփվանք, նորմալ անցավ, բայց էլի հասկացանք, որ չէ։ Իրար չենք համապատասխանում, գնացինք տներով։ Բայց քանի որ Կովիդերով մենք ահավոր պարավեինք, մենք մի հատ էլ հանդիպանք ու այդ երրորդ հանդիպան ժամանակ ամեն ինչ սկսեց զարգանալ։ Սկսեցինք մեկս մեկից դուրս գալ ու մեր հարաբերությունները այդ ժամանակ արդեն սկսեցին շատ արագ ու վերընթաց զարգանալ։ Հետո անցավ ընդամենը երևի 6 ամիս, թե 8 ամիս ու ես նամարտին առաջարկություն ներեցի ու ինքը համաձայնեց։ Ինչ կկարնար չհամաձայներ։ Մեր ծանոթության պատմությունը իմ վերսիայով։ Կովիդը նոր էր սկսվել, լոկդաուն էր ամբողջ քաղաքում, պարապ, գործ չկա, գործի չենք երթա ամբողջ օրը տունը, ցանցրալի ժամանակներ էին ու պատահաբար Իրիգունը Facebook-ով ինձ նամակ կուկա, որ վայ, վերջապես քեզի կդա, բան, այն օրը խանութում քեզի տեսել էի, չհասցրեցի մոտենամ, ծանոթանամ, բան, սպես, ինչ լավ է, որ քեզի կդա Facebook-ով։ Ու ես առաջի միտքն որ եկավ, քսում ինչ պատկատի տանզանցև է, հետաքրքիր է, այսպես բան հələ չենք տեսել։ Ու պատասխանեցի, ասեցի որ պետք ես չեմ եղել հաստատ, ես այդ խանութը չեմ եղել այդ օրը եւ այլն։ Ոնպես խոսակցությունը գնաց, մտա նայեցի որ ինչ որպես լենականցի տղա է, բայց անծանոթ բան, պես սիմպաթիչնի է, բայց երբեք չեմ տեսել, պես Facebook-ով հասկացա որ այստեղ չի ապրել, բան, ու պես խոսակցությունը գնաց, բայց տեսնվինք, ես է պարապ էի ամբողջ օրը տունը, ամբողջ օրը պես սենյակից դուրս չգալով, ասի օքեյ, ինչի՞ չէ։ Կաֆե բան բոլորը փակ էր, էլանք դուրս քայլելու, կոֆե ապարատից կոֆե վերցրինք։ Հակին քայլեցինք, ջուր խոսացինք, մեր կյանքերից պատմեցինք, պես առանձնապես ինչ որ ոչ կայծ կար, հեչ բան չկար։ Բաժանվեցինք, ու շատ լավ քիշեմ գնաց հաջի երկրորդ անգամ պիտի տեսնվենք, պես ջուրելի ժամանակ անցավ խոսացինք, ու ինքն չի ուզեր տայ, ու գերուիներով ենք հավաքված բան։ Գերուիներս թե մեկը պարապես էլ ինչ կայլենելու ես։ Լոկդաունի ժամանակ գնաց, պես ֆորֆորաս ջուր նոր մարդու հետ կոնեք շփվի սաղորդ, պես մի քանի հոգով ենք բան։ Պես էլի գնացի, էլի ինչ որ խոսացինք, մեր կյանքերից պատմեցինք, ով որտեղ է սորվե, ինչով կզբաղվի, բան, այնց էլի պես շատ ծանրալի էր։ Կանցնելի ժամանակ հեչ բան չի փոխվել, նույն լոկդաունն է, էլի ոչ միտեղ չկա էր տալու բան։ Ու ես շատ լավ կհիշեմ, որ արդեն երրորդ թե չորրորդ հանդիպումներ Երևան ենք երկուսել, ու արդեն պես իսկական ժամադրություն էր, պես իրեն հագնված, գնացինք կաֆե, քիչ գինի խմեցինք եւ այլն, ու պես ինչ որ կայծիկներ սկսեցին հայտնվել։ Ու հա, հետո պես շատ արագ սկսեց ամեն ինչը զարգանալ, էլի լոկդաուն էր, էլի ամբողջ օր պես իրար հետ տեղեր կերտայինք, սա Հայաստանով ֆռացինք, բան, ինձ թվա է դեր, Կովիդ նոր չեղներ դժվար ենք երբևէ հանդիպենք նախ, ու դժվար պես արագ ամուսնանանք, դեպ ընդամենը դեպ մի տարուց արդեն մենք պաշտոնապես ամուսիններ ենք, այո։
Բայց այդ աղջիկը հաստատ ինքն էր ուղղակի ծևեր, մինչև հմի ծևեր կթափեց։ Ես չէի այդ աղջիկը։ Ես չէի, ես հմի ինչ ունիմ խապել, երեխա ունենք արդեն ինչ ունիմ խապելու։ Ես չէի։ Դե աղջիկական բանը մինչև էր թաքցել։ Դու լուրջ կավադասր ես եմ եղել դու։ 100% դու էիր։ Դու մինչև հմիդ պես կմտածես։ Այո։ Ինչի՞ պետք է խապեմ ես քեզի։ Ես այդ սուպերմարկետ երբեք չեմ էր տա։ Հատկապես այն ժամանակ։ Ես չեմ։ Խմած ես եղել։ Չէ, հաստատ ես չեմ եղել։ Всё, բայց կարևորը մենք միասին ենք։